Մեր Աստծո սուրբ խաղաղությունը բոլորիս։ Ես շատ սիրում եմ նայել երկնքին և միշտ ասում եմ, երկինքը խաղաղություն է ինձ համար։ Երբեք չեմ հոգնում երկնքին նայելուց։ Փառք մեր Աստծուն, փառք Հորը Որդուն և Սուրբ Հոգուն։ Ամեն։ Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որը որ ես ինքս բացահայտել եմ իմ կյանքում և խորապես, արմատապես զգացել եմ այն ամենը, ինչի մասին որ ուզում եմ խոսել այսօր։ Ուրեմն սկսած հենց առաջի քայլերից, երբ որ ես սկսել եմ Աստծո ժողովրդի մեջ հաճախել, Աստված իմ սրտում դրել է օրհնող ձեռք լինելը, այսպես ասած։ Աստծո խոսքը ասում է ավելի լավ է տալը, քան վերցնելը։ Այսօր նայում ես աշխարհին, աշխարհի մարդկանց մեծամասնությունը ավելի շատ սիրում են ստանալ, այսինքն լավ բաներ, բարի բաներ ստանալ հարազատներից, մտերիմներից, թեկուզ անծանոթներից, միայն թե ստանան ու ստանան։ Շատ ավելի քիչ տոկոս է կազմում տալը, որը որ իմ կարծիքով պետք է առաջին տեղում լինի։ Ես ուրեմն սկսած այն օրից, երբ որ սկսել եմ հաճախել Աստծո տուն, Աստծո ժողովրդի մեջ, սիրով և սրտանց նվիրատվություններ եմ արել առ այսօր։ Ես ապաշխարել եմ 1994 թվականի ամռանը։ Դե պատկերացրեք այս երկար ու ձիգ տարիները։ Եվ երբ որ իմ կյանքում պարագա է ստեղծվել, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ սկսել են ինձ տալ կամ իմ երեխաներին, իմ ընտանիքին ինչ-որ բարի բաներ տալ, ես ներքուստ միշտ, այսպես ասեմ, ճնշվել եմ, մի տեսակ այսպես փոքրացած եմ ինձ զգացել, փոքր մարդ եմ ինձ զգացել, բայց այս երկար ու ձիգ տարիներին, այս երկար ճանապարհի մեջ, որ ես քայլում եմ Աստծո ճանապարհի մեջ, իմ Աստված, մեր Աստված ինձ սովորացրեց մի բան, որ հավատացյալ մարդուն, երբ որ Աստվածապաշտ մարդուն, երբ որ Աստված թույլ է տալիս, ասեմ ձեզ, Աստված անտեղյակ չի մեր կյանքում կատարվող ոչ մի իրադարձությունից, Աստված երբ որ թույլ է տալիս, որ դու ընկնես այնպիսի իրավիճակի մեջ, որի մեջ դու այլևս օգնող, օրհնող, տվող ձեռք չես, այլ վերցնող ձեռք ես, դու լավ իմացիր, որ Տերը գիտի, Տերը տեղյակ է և թույլ է տվել այդպիսի իրավիճակ, որ քո շուրջը եղող մարդիկ, ես ինչու չեմ նշում հատկապես հավատացյալ Աստվածապաշտ մարդիկ, որովհետև Աստված այդ միջոցով, երբ որ մի մարդ կարիքների մեջ հանգնում, Աստված այդ միջոցով նույնիսկ աշխարհի մարդկանց սրտերն է փոխում, աշխարհի մարդկանց սրտերն է փխրեցնում, որ նրանք սովորեն իրենց շրջապատի մարդկանց օգնել։ Առավել ևս պատկերացրեք, որ հավատացյալ Աստվածապաշտ մարդիկ պետք է հոգով, սրտով և ամբողջ էությամբ միշտ պատրաստ լինեն իրենց շուրջը գտնվող մարդկանց օգնելու։ Մեր Աստված երբեք չունի այնպիսի ծրագիր, որ մեզ աղքատացնի մեր ունեցածը ուրիշին տալու հաշվին։ Այսինքն մարդիկ կան, մտածում են, վայ, սա իմ վերջինն է, ես որ տամ, բա ես չունենամ։ Գիտես, ես կասեմ այսպիսի մի բան, երբ որ դու անգամ քո վերջինը տալիս ես, Աստված տասնապատիկն ու հարյուրապատիկը հաջորդ ժամանակի մեջ, հաջորդ օրերին
հաստատ բերելու ու լցնելու է քո գիրկը։ Դրա համար, սիրելի Աստծո ժողովուրդ, հիշեք մի բան, Աստված իր զավակներին բոլորին այնպիսի շնորհքներ է տվել, ես կարող եմ հենց իմ մասին ասել, որ իմ Աստվածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը այնպիսի շնորհքներով է ինձ օժտել, որ ես կյանքի բերումով այս երկար ու ձիգ տարիներին, որ Աստծո ճանապարհի մեջ եմ քայլում, ապրել եմ տարբեր երկրներում, տարբեր ազգերի մեջ եւ ամեն տեղ Աստված ինձ շնորհք է տվել աշխատանք գտնելու, թե օտար լեզուների իմացությամբ եւ այլն, թե ձեռքի աշխատանքների, շատ այսպես անսահմանափակ, ես միշտ զարմանում եմ հենց սրա մեջ, որ Տերը այդքան շնորհքաշատ է արել ինձ, որ ես այն չգիտեմ ինչպես նկարագրեմ դա, որ ծայրը չեմ տեսնում, վերջը չեմ տեսնում ես դրա, թե ինչքան մեծ շնորհք ու պարգև ա դրել Տերը իմ մեջ, այս երկրի վրա ապրելու, աշխատելու եւ միշտ օրհնված լինելու, բայց պարագա է գալիս իմ կյանքում արդեն բազմաթիվ անգամներ Աստված թույլ ա տվել, որ ես այսպես ասած նստեմ անկարողության մեջ, որ այսպես չտեսնեմ, չունենամ իմ տեսադաշտում այնպիսի աշխատանք, որը որ ես կարող եմ այդ պահին անել եւ դրանով գումար վաստակել, որպիսի իմ գոյությունը պաշտպանեմ այս երկրի վրա եւ ես ինքս լինելով, այսպես ասեմ, հենց առաջին իմանալով, երբ որ իմանում եմ մեկը նեղության մեջ է ու ես իմ դրամապանակում ունեմ հնարավորություն կամ իմ նյութական այսպես ունեմ որոշ մթերքներ, հագուստ, կոշիկներ, որ կարող եմ հասցնել այդ մարդուն, ես հենց առաջի պահից արձագանքում եմ, որովհետև Աստծո ճանապարհի մեջ ես արդեն վարժվել եմ դրա մեջ, սովորել եմ դրա մեջ, որ հենց առաջի պահից պիտի արձագանքեմ, որովհետև սա է իմ Աստծուն, իմ երկնային հորը, իմ Տիրոջ, իմ Տեր Հիսուս Քրիստոսին, սա է հաճելին, որ հենց լսեմ անմիջապես արձագանքեմ։ Եթե ես չունեմ այդ հնարավորությունները, ես ասում եմ Տեր, խնդրում եմ ների ու ողորմիր ինձ Տեր Հիսուս, խնդրում եմ Տեր տուր հնարավորություն, որ ես կարողանամ օգնեմ այդ մարդուն։ Եվ Տերը երբեմն շատ արագ տալիս է ինձ այդ հնարավորությունը, երբեմն էլ այնպիսի իրավիճակ է առաջանում, որ ես միայն կարողանում եմ աղոթել այդ մարդու համար։ Ասեմ ձեզ, այդ աղոթքն էլ ունի իր պտուղը, այդ աղոթքն էլ ունի իր օրհնությունը, որովհետև վերջիվերջո մենք հոգևոր կյանքի մարդիկ ենք, հոգևոր մարդիկ ենք, առաջինը հոգ ենք տանում հոգու համար, դրա համար ասեմ ձեզ, այդ աղոթքները ավելի օրհնաբեր են, քո այդ աղոթքների պատճառով, որ երբ որ դու լսում ես մյուս մարդու հոգսը եւ ի վիճակի չես լինում նյութապես օգնելու եւ սկսում ես աղոթել այդ մարդու համար, այնքան մինչեւ որ տեսնես, որ այդ մարդը իր այդ հոգսից դուրս է եկել։ Աստված այդ քո աղոթքների միջոցով օրհնում է քո զավակներին, օրհնում է քո առողջությունը, օրհնում է քո հոգևոր վիճակը։ Եթե դու 1 րոպե այդ մարդու համար աղոթել ես, Աստված քեզ այդ րոպեները 100-ապատիկը օրհնում է, օրհնում է անսահմանափակ։ Այս իմ պատգամը շատ եմ խնդրում, լսեք անպայման, օրինակ վերցրեք, յուրացրեք, սա ձեզ միայն օգուտ կբերի։ Վերջում նորից նշեմ, որ երբ որ լսում ես ինչ-որ մեկի կարիքավոր վիճակի մասին,
Աստծուն ամենահաճելի բանը առաջին քո արձագանքը նախ աղոթելն է այդ մարդու համար։ Եթե դու չունես հնարավորություն նյութականով օգնելու, ուրեմն սկսիր աղոթել այդ մարդու համար։ Եվ երբեք մի մտածիր, որ քո հարևանը, որ նույնպես աստվածապաշտ հավատացյալ մարդ է ու այսօր կարիքի մեջ է, ու նա քեզ եկավ իր հոգսի մասին պատմեց, նա եկել է, որ քեզանից գումար խնդրի կամ իր հոգսը ցույց է տալիս, որ քո սիրտը ճմլվի ու դու իրան այսպես գումար տաս կամ նյութապես օգնես։ Ոչ, սիրելիս, ասեմ քեզ, Աստված թույլ է տվել, որ այն շնորհաշատ մարդը իրոք ընկնի այնպիսի կարիքի մեջ, որ դու տեսնես այդ կարիքը ու կանգնես ու աղոթք անես այդ մարդու համար։ Կանգնես ու աղոթք անես այդ մարդու համար։ Այո, առավել եւս մեր Աստծուն հաճելի է, երբ որ դու նյութապես ես հասնում այդ մարդուն, թեկուզ մի բան էլ քեզ զրկելով։ Կարող է այսօր դու այդ մի կտոր հացը ուտես, դա քո համար արդեն սովորական ինչ-որ մի երևույթ լինի, բայց այդ մարդու տանը, այդ քո հարևան հավատացյալ աստվածապաշտ մարդու տանը արդեն երրորդ օրն է հաց չկա եւ ինքը կարող է գայթակղություն ապրել, այսինքն կարող է իր սրտի մեջ թուլանալ ու մտածել, որ Աստված իրեն չի սիրում։ Քո այդ մի կտոր հացը կարող է այդ պահին փրկել այդ մարդուն։ Դրա համար թեկուզ վերջի քո մի կտոր հացն է տանես հասցնես այդպիսի մարդուն, իմացիր, որ մեր Աստված, որ գրված է իմն է այս աշխարհը իր լիությունով, այս ամենը, այս բարիքները, ամեն ինչ Աստված է ստեղծել։ Մեր Տերը միթե չի կարող քեզ օրհնել կամ այդ մարդուն օրհնել։ Ասեմ ձեզ, մեզ հետ կատարվող, մեզ պատահող ամեն մի իրավիճակները մեր հավատքը ամրապնդելու համար են։ Այսինքն մարդը այնպիսի արարած է, որ մինչև նեղության մեջ չենք ընկնում, Աստծուն չենք կանչում, Աստծո անունը չենք տալիս։ Մեծ ամասնությունս ենք այդպիսին։ Մեծ ամասնությունս ենք այդպիսին։ Ոչ ոք չի կարող ասել, որ ես այդպիսին չեմ։ Ես ինքս շատ ծանր հիվանդությամբ եմ հայտնվել Աստծո ճանապարհի մեջ եւ հենց առաջի օրերին Տերը ինձ հետ զորավոր բժշկություն ա արել։ Զորավոր բժշկություն ա արել։ Ես տառապում էի միգրեն կոչված հիվանդությունով, որը որ իրոք այնպիսի ծանր, այսպես ցնցումնային գլխացավեր էի ունենում, որ ես օրերով չէ, շաբաթներով չէ, ամիսներով, մի անգամ 3 ամիս անկողնուց չեմ կարողացել դուրս գամ։ Հենց որ նստում էի, բարձրանում էի, որ պիտի իջնեմ անկողնուց, որ ինչ որ իմ ընտանիքի հոգսերով զբաղվեմ կամ գնամ իմ աշխատանքին, նորից սկսվում էին գլխացավի այդ ցնցումները եւ ես մինչեւ անգամ ախորժակս էի կորցնում, գունատ, այսպես շատ ծանր վիճակում, երբ էլ որ տնից դուրս էի գալիս, գլուխս փաթաթում էի բրդյա հատուկ այդպես կտորներով, մատերիալներով, լինելով ես ինքս երիտասարդ, ընդամենը 25 տարեկան եմ եղել, որ ես դարձի եմ եկել, ապաշխարել եմ ու հայտնվել եմ այս հրաշալի ճանապարհի մեջ, երկնային արքայության հույսով, ինչի համար փառք եմ տալիս, ամեն օր եմ փառք տալիս, ես այն ցավերը, ինչից որ Տերը ինձ ազատել է, ամեն օր եմ ես դա հիշում ու հենց դրա համար եմ առաջինը փառք տալիս, փառք ես Տեր ջան, փառք ես իմ Աստվածս, իմ Տերս, իմ Հիսուսս, որ իմ գլուխս այլևս չի ցավում այդ սարսափելի ցավերով։ Հենց այն առաջի օրերից, երբ որ ես Աստծո ժողովրդի մեջ եմ ոտք դրել, հենց այդ պահից սկսած Տերը ինձ հետ արել այդ բժշկությունը եւ ես ամեն օր եմ փառք տալիս, ամեն օր։ Խնդրանքս ու հորդորս է, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի հավատացյալ Աստվածապաշտ քույրիկ եւ եղբայր, ով էլ որ լինես,
խնդրում եմ անտարբեր մի անցիր երբևէ, եթե դու չունես նյութապես օգնելու հնարավորություն, անպայման դու սկսիր աղոթել կարիքի մեջ գտնվող հավատացյալ մարդկանց համար, նույնիսկ աշխարհիկ մարդկանց համար, որովհետև մեր Տերը իր Սուրբ արյունը խաչի վրա թափեց ոչ միայն մեզ համար, ովքերս որ արդեն հավատքի ճանապարհի մեջ ենք, այլ այն կորուստ գնացող մարդկանց համար, որոնք հույս չունեն, հույսները կտրված այսպես կարիքների, հոգսերի, ցավերի մեջ, միայն կարող եմ ասել, սպասում են իրենց վերջին, իրենց վախճանին։ Տերը օրհնի բոլորիս և մեր Աստված հաստատուն պահի մեզ իր ճանապարհի մեջ, փառավորվի մեր Աստված բոլորիս կյանքի մեջ, ամեն, ամեն, ամեն։